Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, տեսակապի միջոցով կզրուցենք Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Բարև ձեզ Լիլիթ ջան։ Շնորհակալություն, որ համաձայնվեցիք զրուցել մեզ հետ։ Ես նրան շատ շնորհակալ հրավերի համար։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում ընտրությունների համատեքստում հստակեցնել Հայաստանի ծրագրերը։ Ըստ ձեզ ինչ է սա նշանակում, այսինքն Մոսկվան բացեիբաց միջամտում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ ըստ ձեզ սա ինչի հետևանք է։ Նախ կարծում եմ, որ այդ ալիքը իսկ հիմա Ռուսաստանում իրոք մի հատ ինչ-որ փոթորկային ալիք է բարձրացել եւ ոչ միայն Ռուսաստանում, դա տեղի ունեցավ Պուտինի եւ Փաշինյանի այդ խոսակցությունից հետո, որը տեղի ունեցավ Մոսկվայում, երբ այդ խոսակցությունը թվում էր թե պրոտոկոլային ինչ-որ բնույթ պետք է կրեր, բայց Պուտինը փորձեց այդ խոսակցությունում ինչ-որ մի թեմաներ բարձրացնել, որոնք որ ինքը կարծում էր, որ նման խոսույթով ինքը որոշակի ինչ-որ դիվիդենդներ կհավաքի իր աուդիտորիայի առջև եւ կկարողանա ինչ-որ որոշակի ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ Ինչը որ տեղի չունեցավ, քանի որ Հայաստանի վարչապետը շատ հստակ եւ կոնկրետ պատասխաններ տվեց Ռուսաստանի նախագահին կապված Հայաստանում խոսքի ազատության հետ, օրենսդրության հետ, սահմանադրության հետ։ Մենք բոլորս գիտենք դրա մասին եւ այդ պատասխանները եւ այդ խոսակցությունը մի ուրիշ այլ փոթորիկ էլ բարձրացրեց աշխարհով մեկ արդեն կարելի է ասել լրատվամիջոցներում, որոնք որ այսպես թե այնպես լուսաբանում են մեր ռեգիոնի հետ կապված իրադարձությունները, թե եվրոպական տարբեր լրատվամիջոցներում, թե նույնիսկ ամերիկյան, անգլիական, գիտեք, տարբեր ողողված էր ինտերնետը այդ ուրեմն մեկնաբանություններով, որոնք որ կապված էին այդ պատասխանների հետ, Հայաստանի վարչապետի պատասխանների հետ։ Դա շատերը դիտարկում էին իբրև քաղաքական ապտակ նույնիսկ, ինչը որ իրականում ես կարծում եմ, որ նույն Փաշինյանը չէր ուզում նման ձևով ինչ-որ նման անկյուն ստանա, հա, այդ իր արտահայտված խոսքերը, բայց այնուամենայնիվ տեղի ունեցավ ինչ որ տեղի ունեցավ։ Ռուսաստանը այդ հարվածը, քաղաքական թե ինֆորմացիոն հարվածը, ինչ որ բանով պետք է լուսաբանի, պարզեցնի իր աուդիտորիայի համար, հա, նույն Պեսկովը պետք է ինչ որ ձևով բացատրի, որ մենք ինչ նկատառումներ ունենք Հայաստանի հանդեպ եւ Հայաստանը ինչ պարտավորություններ ունի եւ իրենք փորձեցին դրանից հետո իրենց ուրեմն այդ ռեակցիայի աստիճանը բարձրացնել եւ հիմա խոսքեր են հնչում նրա մասին եւ ոչ միայն Պեսկովի կողմից, այլ նաեւ Օվերչուկն է ուրեմն հայտարարություններ արել այն բանի վերաբերյալ, որ Հայաստանը պետք է իբր թե կողմնորոշվի, թե ում հետ է ինքը շարունակելու իր քաղաքականությունը, իր ապագան ում հետ է կապում, քանի որ Հայաստանը արդեն ինչ որ չափարներ է անցել իբրև թե Եվրոմիության հետ մոտեցման հարցում։ Եվ այստեղ իրենք փորձում են ինչ-որ կերպով Հայաստանին ետ քաշեն այդ քայլերից եւ փորձում են ինչ-որ ձևով ճնշում, հիբրիդային ճնշում գործադրեն եւ դա տեղի ունենում ամենով։ Հիմա Ռուսաստանի ես երեք նայում էի մի ռուսական հաղորդումներ, որտեղ որ այդ իրանց Դմիտրի Կիսիլով հասկացողությունը, ես չգիտեմ, այդ ինչ կարուձև այդ մարդը ինչ կարուձևով է զբաղվում, որ կարողացավ այդ սյուժետը, այդ խոսակցությունը այնպես իր հաղորդման մեջ կտրտված ձևով ուրեմն լուսաբանել, որ Պուտինը ուրեմն այնտեղ ինքը այդ իր լուսաբանման մեջ դեր ուներ իբրև մի, չգիտեմ, թագավորի, որը որ իր վասալին փորձում է ինչ-որ բան խելք սովորեցնել։ Դա տեղի չունեցավ, դա իրանց էությունը դրանից հիմա շատ լուրջ վնաս է կրել եւ իրենք փորձում են ամեն կերպ ինքնահաստատվեն, փորձում են ամեն կերպ այդ վրեժխնդիրը, այսպես ասած,
քաղաքական վրեժխնդիրը ինչ-որ ձևով լուծել։ Պեսկովը նաև մեկ այլ հայտարարություն էլ է արել, ասելով, որ Ղարաբաղի պատկանելիության որոշումը Երևանն է կայացրել, Մոսկվան կապ չունի, մեզ ավելորդ հղում տալ պետք չէ։ Ըստ ձեզ որքանով է Մոսկվայից հնչող այս հայտարարությունը բարոյական, հաշվի առնելով, որ նույն ռուս խաղաղապահներն էին կանգնած Ղարաբաղում։ Ես կխնդրեմ այս մասով ձեր մեկնաբանությունը։ Դրա մասին նաև խոսվեց այդ խոսակցության մեջ, երբ Պուտինը ասեց դրա մասին, որ դուք ինքներդ եք այդ որոշումը ընդունել, իսկ Փաշինյանը պատասխանեց, որ այո, մենք ընդունել ենք այդ որոշումը եւ ճանաչել ենք Ադրբեջանի ամբողջականությունը, բայց մինչեւ այդ դուք երկու անգամ դա արել եք։ Եվ հիմա փորձում են ինչ-որ այդ թեմայով նորից ինչ-որ մանիպուլյացիաների տրվեն եւ գիտեք դա պարզ ուղիղ հիբրիդային մեթոդոլոգիա է։ Ընդհանրապես այդ հաղորդումը, որի մասին ես խոսացի, ինքը կարող է մտնել դասագրքեր, հիբրիդային մանիպուլյացիաների հետ կապված, ասենք ինչ-որ դասագրքերի մեջ կարող է մտնել։ Իրեն այն խոսքերը, որոնք որ հնչեցնում են Ռուսաստանի պաշտոնյաները, դա ճնշման ինչ-որ միջոցներ են, ըստ իրանց պատկերացման։ Իրենք նույնիսկ չեն հասկանում այն փաստը, որ նման գործողություններով իրենք ինչպես Ալեն Սիմոնյանը ասաց այս հարցազրույցի մասին, որ երեք էր, եթե չեմ սխալվում տվել, որ արջի ծառայություն մատուցեցին իրենք դրանով։ Այն ռուսամետ ուժերին, այն քաղաքական իբրև թե քաղաքական ուրեմն ուժերին, որոնք որ Հայաստանում ինչ-որ ուրեմն տարբեր ընտրաշարժներ են կազմակերպում հիմա, ինչ-որ քաղաքական գործունեության ձև են ստեղծում, այդ ընտրաշարժները մենք տեսնում ենք, որ այդ հավաքների ժամանակ տարբեր քաղաքներում Հայաստանի ուրեմն ներկա են գտնվում ուղիղ այնքան մարդիկ, ինչքան որ այդ ընտրաշարժների կազմակերպիչները ավտոբուսներով հետևներից իրենց ման են տալի։ Խոսենք նաև ներքաղաքական զարգացումների մասին, մոտենում են խորհրդարանական ընտրությունները, ամենատարբեր դրսևորումների են ականատես լինում։ Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համագումար էր արել, որի ժամանակ որոշեցին, որ իրենք չեն մասնակցելու ընտրություններին, բայց աջակցելու են ընդդիմադիր ուժերին։ Այսօր էլ են մի հայտարարություն արել եւ խոստովանել, որ ընդդիմադիր ազգային ուժերը, այդ թվում իրենք, չեն կարողացել անհրաժեշտ պահին ձևավորել լայն համազգային շարժում։ Ըստ ձեզ ում է ակնարկում ՀՀԿ-ն, ինչ որ կոնկրետ ուժի ակնարկանում է։ Գիտեք, կոնկրետ ուժը միայն միակն է Հայաստանում, որ այսօր փորձում է ինչ-որ ընդդիմական համակարգ ստեղծել գործող իշխանությանը, դա ռուսամետ ուժն է, որը որ կներեք իմ կարծիքով պարզապես ղեկավարվում է Ռուսաստանից, Կիրիենկոյի գրասենյակից, թե ինչ անվանումներ են իրենք բոլորը կրում տարբեր տեսակի ձևերով, կուսակցություններով, շարժումներով, ինչ որ կոնկրետ մարդկանցով միգուցե Հայաստանում, դա արդեն մանրուքներ են, քանի որ կա կոնկրետ մի հրահանգ, կա կոնկրետ որոշում, որը որ ընդունված է Կրեմլի ուրեմն շենքում, կրեմլային շենքերից մեկում, եւ այդ որոշումը կատարվում է Հայաստանում եւ ֆինանսավորվում է այդ որոշումը կամ ուղղակիորեն Ռուսաստանից կամ այն սխեմաներով, որոնք որ ստեղծվել են այս տարիների ընթացքում, դարձյալ Ռուսաստանի եւ ռուսաստանցի տարբեր քաղաքական գործիչների կողմից, ռուսաբեդ, ասենք ասենք ռուսամետ, տարբեր քաղաքական գործիչների կողմից։ Եվ մենք շատ ենք խոսել դրա մասին, որ իմ համար կոնկրետ մի քիչ անհասկանալի բան է, թե ինչու մինչ օրս այդ համակարգերը Հայաստանում դեռ գործում են, ինչու ներկա ուրեմն գործող իշխանությունը այդ համակարգերը, այդ ֆինանսային ճանապարհները ֆինանսավորման չի դադարեցրել, ինչու այսպես ասած ընդդիմադիր ուժերը ես նկատի ունեմ ռուսամետ ընդդիմադիր ուժերը հնարավորություն ունեն մի քանի հարյուրավոր, նույնիսկ հազարավոր վարձկան միտինգներ հավաքել Հայաստանում
վճարովի միտինգներ հավաքել, դա ուղղակիորեն Հայաստանի Հանրապետության օրենքի խախտում է։ Եվ այդ կուսակցությունները եւ քաղաքական ուժերը իրենք իրավունք չունեն մասնակցելու Հայաստանի ժողովրդավարական ընտրություններում, բայց այնուամենայնիվ իրենք գոյություն ունեն եւ շատ ակտիվ աշխատում են։ Խոսենք ՀԿ-ի մեկ այլ հայտարարության մասին, նրանք ասել են, որ մերժում են Հայաստանի Հանրապետության իշխանության արտաքին քաղաքականությունը, հիշեցման կարգով հիշենք, որ Սերժ Սարգսյանն էր այն ժամանակվա նախագահ, որը մի գիշերվա մեջ Հայաստանը մտցրեց Եվրասիական տնտեսական միության մեջ, այսինքն նրանց պատկերացրած արտաքին քաղաքականությունը ո՞րն է ձեզ։ Այդ մի գիշերվա պատմությունը երևի տեղյակ եք, որ Սերժ Սարգսյանը հենց ինձ էր, իմ հարցին էր պատասխանել Պրահայում, այդ մի գիշերվա մասին, որ ես ձեզ բոլորից չէի կարող մի գիշերվա մեջ բոլորից զանգել եւ ձեր կարծիքը հարցնել, իհարկե, բայց Սերժ Սարգսյանը գործում է այն ռուսերեն բառ կա, ռազնարյատկաներով, որոնք որ միշտ իջեցվել են վերևից նկատի ունեն Մոսկվայից։ Նույն կերպով գործել է եւ Ռոբերտ Քոչարյանը, որոշ չափով նույն կերպով գործել է եւ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին։ Եվ իրենք այսօր տեսնում են, հա, իրենց էլի դարձյալ իրենց արժեվ, ինչպես մի քիչ առաջ ասեցի, խնդիր են կանգնացրել, դրել, որ պետքա ուրեմն բոլոր հնարավոր ճանապարհներով Հայաստանում իշխանապահություն տեղի ունենա։ Եվ իրենք կատարում են այդ աշխատանքը, թեպետ ես պետք է ասեմ, որ իրենցից շատ-շատերը, եթե ոչ բոլորը, իրենք սթափ գիտակցում են, որ դա հնարավոր չի։ Այն ժողովրդի կողմից ռեալ ատելության, ոչ թե ինչ-որ վատ տրամադրվածության, այլ հենց ատելության պայմաններում, երբ իրենց ժողովրդի աբսոլյուտ մեծնամասնությունը այդ նախկիններին իրենք պարզապես ժողովուրդը ատում է, շատ վատ է վերաբերվում, հա, փորձեմ շրջանցել վատ ծանր խոսքերը, շատ վատ է վերաբերվում եւ այդ պայմաններում իրենց Մոսկվայից հրահանգ են իջեցնում, ասում են դե սկսեք, մի բան արեք, դե հավաքեք ձեր ուժերը, մի հատ փողոց հանեք, ում հանեն փողոց։ Ում իրա լավ ասենք թե Սանիկին հանեց փողոց, Սանիկի ընկերոջը 10,000 դրամ փող նվիրատ բերեց եւ իրան էլ համոզեց մի կերպ հանեցին 2 հոգի փողոց, բայց տենց փողոց դուրս գալով այդ մի քանի 100 հոգով դու իշխանապողություն չես կարող իրագործել, չէ՞։ Եվ իրենք դա գիտակցում են, դա հասկանում են, բայց ուրիշ ճանապարհ չունեն։ Իրենք հայտարարություններ են հնչեցնում, իրենք համագումարներ են հավաքում, այսինքն իրենց այդ ղեկավար գրասենյակին փորձում են ցուցադրել, որ տեսեք մենք աշխատանք ենք տանում ենք, հեսա գումար ենք ծախսում այդ ամեն ինչի վրա, տեսեք մեր գրպանից էլ ենք գումար ծախսում այդ ամեն ինչի վրա, մենք աշխատում ենք այդ օր, բայց դե ինչ արած, հիմա դե չենք կարողանում, չի ստացվում մեր մոտ, հա, որովհետև ինչ-որ ինչ-ինչ խնդիրներից ելնելու։ Խոսում են նրա մասին, որ կներեք ուրեմն քրեական ճնշում տեղի ունի Հայաստանում, որ բանտեր են նետվում, ինչպես որ Պուտինը նույն այդ խոսակցության ժամանակ, որ ինքը ասեց դուք բանտեր եք նետում, կամ այդ Կիսիլովի հաղորդման ժամանակ նց հետաքրքիր էր։ Իրենք խոսում էին նրա մասին, որ նախ սխալ, ահագին սխալներով խոսեց, ինքը ինչ-որ փաստերը խառնելով, ինչ-որ այդ հաղորդման մեջ, բայց հարցը դրանում չի։ Հարցը դրանում էր, որ ինքը շատ ցույց էր տալի, որ անմեղ մարդկանց, եկեղեցականներին, եկեղեցու ներկայացուցիչներին ինքը փաստորեն նետել է բանտերը, հիմա բանտերում նստած են, այդ Աճապաղյանի ազգանունը նույնիսկ հնչեցրեց մի կերպ ու ասեց, որ հենց հիմա ինքը բանտում է գտնվում, թեպետ մենք գիտենք, որ Աճապաղյանը հիմա ազատության մեջ է, հա, բայց այնուամենայնիվ ուզում ասեմ դա իրենց ոչնչությունից է գալիս, դա գալիս է նրանից, որ իրենք գիտակցում են, որ այլևս ուրիշ ճնշման լծակներ իրենք Հայաստանի հանդեպ չունեն։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Պուտինը խոսում էր, որ դե գազը, հա, իրանք դե ինչի վրա կարող են ինչ-որ սեխմեն, հա, գազ ենք տալի, մենք ձեզ գազ ենք վաճառում, ոչ թե $600 1000 կուբամետրը, այլ 168 թե 180-ով, հա, այդքանով, իսկ դուք տենց, բայց Հայաստանը հիմա այն կարգավիճակում է գտնվում, ու իրանք դա լավ հասկանում են, որ եթե Ռուսաստանը այդ գազը
թանկացրեց ու դարձրեց, ասենք, նույն չգիտեմ, $600, Հայաստանը արդեն հնարավորություն ունի եւ կստեղծի 100%-ով հնարավորություններ ուրիշ տեղից գազ գնելու։ Եվ ռուսները դա արդեն գիտակցում են, իսկ ռուսները դրա դիմաց իրենք կզրկվեն այն տրանզիտային ճանապարհից, որը որ Հայաստանը այսօր իրենք օգտագործում են, որպեսզի աշխարհից ինչ որ տարբեր ինչ որ միջոցներով շրջանցեն պատժամիջոցները։ Եվ իրենք շատ լավ գիտակցում են այն բանը, որ Ռուսաստանը տվյալ պարագայում ինքը անհամեմատ ավելի մեծ վնասներ կկրի, քան Հայաստանը, որը որ հաստատ ուրիշ ճանապարհների հնարավորություն ունի արդեն այսօր։ Իդեպ Մոսկվայից եկող հայտարարությունների մասին Մոսկվայում ծավալած ԴԱՀԿ նախկին պետ ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանը հայտարարել է դեկուսակցություն էր ստեղծել, որ ընտրություններին չի մասնակցելու, բայց ուշագրավ է, որ ասել է, որ աջակցելու է Բարգավաճ Հայաստանին, հետաքրքիր է, հա, ՀՀԿ-ն էլ չի մասնակցում, բայց ասում է աջակցելու է ընդդիմադիր ուժերին, թեև խնդիր է տեսնում համախմբման եւ այլն։ Ինչ է կատարվում առհասարակ ընդդիմադիր դաշտում ըստ ձեզ։ Այդտեն անձնավորությունն է, որը որ նկատվել էր եւ տարբեր ինչ որ նարկոտրաֆիկային ինչ որ գործունեության մեջ, եթե չեմ սխալվում, բայց դա թողենք մի կողմ։ Գիտեք ինչ, Ռուսաստանում հիմա մենք շատ ենք խոսել նրա մասին ընդհանրապես, հա, այս տարիներ շարունակ արդեն, որ Ռուսաստանբնակ մեր հայրենակիցները ինչ որ մի ճանապարհով իրենք պետք է նախ մի հատ գիտակցեն, թե որտեղ են հիմա իրենք ապրում եւ ինչ ապագա ունի Ռուսաստանը մոտակա թեկուզ 10-15 տարվա ընթացքում։ Ուր է գնում Ռուսաստանը։ Մենք տեսնում ենք, որ քայլ առ քայլ Ռուսաստանը դառնում է եւ արդեն է դարձել տոտալիտար պետություն։ Այսօր չէ վաղը արդեն հիմա այսօր արդեն, այսինքն ասենք նույն ինտերնետի հետ կապված խնդիրներ ունեն, ուզում են ինտերնետը ընդհանրապես եզրափակեն կամ ընդհանրապես ոչնչացնեն։ Վաղը հարց կկանգնի սահմանների հատման հետ կապված։ Եվ այս տարիների ընթացքում մենք բազում անգամ ես տարբեր, չգիտեմ, հարցազրույցներում իմ գոլեգաները շատ անգամ կոչ են կարել, ժողովուրդ ջան, սիրելի հայրենակիցներ ջան, Հայաստանը ինքը չի կարող պատանդ լինել այն բանին, որ ինչպես Պուտինը ասեց, նույն այդ ուրեմն այդ խոսակցության ընթացքում, որ Ռուսաստանում գրեթե 2 միլիոն հայ է բնակվում։ Մենք չենք կարող տենց պատանդ վիճակում լինել ընդմիշտ։ Մենք կարող ենք ինչ որ ժամանակ Ռուսաստանի հետ եւ շարունակում ենք մինչ օրս Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չվատացնել, հա, ինչքան դա հնարավոր է, բայց այն պարագայում, որ Հայաստանը ուրիշ ընտրության հնարավորություն ունենա եւ Հայաստանը գնա այն ուղղությամբ, որը որ Հայաստանին կբերի ավելի ինչ որ բարգավաճմանը եւ ազատությանը եւ այլն, եւ անվտանգությանը ամենակարևորը։ Եվ այս տարիների ընթացքում ես տեսել եմ, որ շատ մեր հայրենակիցներ Մոսկվայից կամ տեղափոխվել են Հայաստան, կամ տեղափոխվել են ուրիշ երկրներ, կամ համենայն դեպս Հայաստանում կամ դարձյալ ուրիշ երկրներում ինչ որ մի հանգրվան են իրենց ստեղծել, որ Աստված չանի, եթե ինչ որ մի իրավիճակ ստեղծվի, որ իրանք հեռանալու տեղ ունենան։ Եվ այսօր Հայաստանի մեր համայնքը, մեր հայկական համայնքը Ռուսաստանի, մեր հայրենակիցները, տենց ասեմ, հա, այնտեղ ինչպես այդպիսի համայնք հասկացողություն գոյություն չունի, մեր հայրենակիցները տենց շատ դժվար եւ ծանր իրավիճակում են գտնվում։ Լսելով այն ռոպագանդան, որը հնչում է Ռուսաստանում, բնականաբար իրենց մտածելակերպն էլ այս շնորհիվ այդ ռոպագանդայի այնպես է կառուցվում, որ իրենք շատ բաներում մեղադրում են հենց Հայաստանի իշխանությունները, կոնկրետ Փաշինյանին են շատերը մեղադրանքներ ուղղում, բայց իրենք շատերը իրենցից չեն հասկանում, որ ուրիշ ճանապարհ չկա։ Մեր երկիրը
եթե ուզում է ընդհանրապես գոյատևել, եթե ուզում է ընդհանրապես մնալ իբրև անկախ պետություն, իբրև մեր ազգը կարողանա իր մշակութային անցյալը պահպանել եւ այլն, մենք պետք է գնանք ուրիշ ճանապարհով, Ռուսաստանի հետ մենք այլևս ճանապարհ չունենք ընդհանուր։ Եվ օր առաջ իրենք այդ հարցերը պետք է լուծած լինեին։ Եվ այսօր բնականաբար տեղի է ունենում այն, ինչի մասին ես դարձյալ ասում, մենք խոսեցինք Ռուսաստանը, Ռուսաստանի իշխանությունները, իրենք շանտաժի են ենթարկելու եւ վաղը հալածանքների են ենթարկելու մեր հայրենակիցների Ռուսաստանը։ Եվ կապ չունի անկախ նրանից, թե այդ մարդը միլիարդատեր է, թե հասարակ մահկանացություն։ Եվ խոսենք նախորդ շաբաթ Ծաղկազարդի օրը պատարագի ժամանակ եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասին, մի երիտասարդ փորձել էր հարվածել վարչապետին, անվտանգության աշխատակիցը կատարելով իր ծառայողական պարտականությունները հարվածել էր այդ երիտասարդին, դե տեսել եք ինչ մեծ աղմուկ, թիրախավորեցին անվտանգության աշխատակցին։ Դուք ապրում եք Եվրոպայի սրտում, հա, կարելի ասել ժողովրդավարական երկրում։ Եթե ձեզ մոտ տեղի ունենար նման բան, որևէ քաղաքացի, երիտասարդ, առողջ, վատառողջ, չգիտեմ, որևէ մեկը փորձեր հարվածել պետության ղեկավարին, ինչ կանեին իրավապահ մարմինները եւ իր անվտանգության աշխատակիցները։ Դե առաջինը ասեմ, որ նվազագույնը կանեին այն, ինչ որ արեցին հիմա հատուկ ծառայության աշխատակիցները Հայաստանում, Երևանում։ Նվազագույնը։ Բայց գիտեք ինչ, ես մի ուրիշ բանի մասին, հա, իհարկե, կան հիվանդ մարդիկ, հա, կան մարդիկ, որոնք որ պարզապես տրվում են պրոպագանդային, տրվում են ինչ-որ ինֆորմացիոն այդ հիբրիդային ինչ-որ ճնշմանը և բնականաբար ինչ-որ իրենց մեջ այդ սերմացած այդ ինչ-որ վատ տրամադրությունը, վատ ինչ-որ էմոցիաները փորձում են ինչ-որ ձևով դուրս հանել, բայց պետք է նայել մի քիչ արմատին, դրա արմատային ինչ-որ տեսանկյուն պետք է լինի այդ ամենի վրա։ Դա ամենը հետևանք է նրան, որ արդեն հատկապես այս վերջին ժամանակի ընթացքում, այս նախընտրական, հա, մենք տեսնում ենք, որ տարբեր ինֆորմացիոն կայքեր, հա, տարբեր ինչ-որ ինտերնետային կայքեր, յութուբյան ալիքներ, կամ պարզապես Facebook-յան այդ ժապավենի մեջ, մենք տեսնում ենք ինչ-որ խայտառակ, ինչ-որ սարքած վիդեոներ, խայտառակ ինչ-որ նկարներ, մահապատիժի, չգիտեմ ինչի, մեր երկրի, ասենք, ինչ-որ ղեկավարության հանդեպ, ինչ-որ տենց, դա ծրագրավորում է, այսինքն, երբ որ նկար են տեղադրում ժապավենում, որ մեր երկրի ղեկավարներից մեկը ինչ-որ կախաղանի կանգնած է, կամ չգիտեմ ինչ-որ արունի մեջ ինչ-որ նկար են սարքում, նույնիսկ վիդեոներ հիմա տարեստական բանականություն այդ հնարավորություն ունի, չէ՞ որ վիդեոներ էլ կարող են արդեն սարքել հասարակ մարդիկ, եւ այդ վիդեոները տեղադրվում են եւ մարդիկ նայում են, բնականաբար այդ մարդկանց մեջ շատ մարդիկ կան, որոնք որ փսիխիկական կամ հոգեբանական խնդիրներ ունեն, եւ այդ մարդիկ այդ ամեն ինչը տեսնելով, հատկապես երբ որ նույն սոցիալական ցանցերում տենց բան կա, չէ, ալգորիթմներ կան, որ եթե դու ինչ-որ մի բանը երկար ես նայում, կամ ինչ-որ լայք ես դնում, դա գալիս է, դրանից հետո անսահմանափակ քանակություններով նմանատիպ ինչ-որ ուրեմն ռոլիկներ են գալի կամ նկարներ են գալի ու այդ մարդիկ նայում են, հիմա դուք պատկերացրեք, որ այդ երիտասարդը, չգիտեմ, ինքը գլխի խնդիր ունի թե չունի, դա հետագայում պարզ կլինի, բայց նման, ասենք, գլխի հոգեբանական ինչ-որ կամ փսիխիկական խնդիր ունեցող մարդկանց քանակությունը բավականին մեծ է եւ այդ մարդիկ նստած են այդ սոցիալական ցանցերում, շատերին բարձրապես մենք տեսնում ենք օրեցօր, հա, ինչ-որ իրենց կոմենտներով, իրենց ինչ-որ արտահայտություններով, իրենց նկարներով, տեղադրված վիդեոներով, մենք կարող ենք շատերին տենց ինչ-որ ֆիքսել կամ հեռացնել, բայց այդ մարդիկ փողոցել են դուրս գալիս եւ ի տարբերություն նույն Պուտինի
այնտեղ որտեղ որ ման է գալի դուրս է գալի, ասենք զբոսանքի նույն Փաշինյանը կամ որևիցե կամ Ալեն Սիմոնյանը այդ քաղաքի այդ հատվածը չի մաքրազարդվում մարդկանցից։ Պուտինին երբ որ միտեղ գնում է մենք տեսնում ենք, չէ՞, այդ կադրերին, որ կադրը գնում է դեպի հորիզոն, մինչև հորիզոն մարդ չկա։ Ընդհանրապես մարդ չկա, կամ եթե այնտեղ ինչ-որ մարդիկ էլ կան, ապա արդեն տարբեր ինչ-որ լրատվամիջոցները ուրեմն ֆիքսել են բանը, որ բոլոր նկարներում անկախ նրանից թե ում հետ է ինքը հանդիպում, ինչ-որ շախտյորների հետ է հանդիպում, թե ինչ-որ մայրերի հետ է հանդիպում, թե ինչ-որ քաղաքի բնակիչների հետ է հանդիպում, այդ մարդիկ նույն մարդիկ են։ Իրանց այդ ՖՍՕ-ի աշխատակիցներն են տարբեր դեմքերով, բան ինչ-որ տարբեր շորեր են ակում, ասենք կանգնում են։ Հայաստանում այդ կարգավիճակը չկա։ Հայաստանում այն մթնոլորտն է եւ այն դիրքորոշումն է մեր ղեկավարության մոտ, մեր իշխանության մոտ, որ իրենց ժողովրդի հետ միասին են եւ Փաշինյանը հանգիստ կարող է գնալ մտնել եկեղեցի կամ գնալ մտնել ինչ-որ մի ռեստորան եւ այն բարև տալու հետևանքով այդ մարդուն ոչ մեկ ծեծելով չի սպանի, հա, հիշենք բարև Ռոբիկ միջադեպը, այդ որ տեղի ունեցավ Երևանում, հա, այդ կարգավիճակը չկա եւ պետք է հասկանալ, որ այդ մարդիկ նույնպես փողոցում են գտնվում եւ պետք հավանականություն կա, որ այդ մարդիկ կարող են գտնվել նաեւ մեր ղեկավարների, մեր երկրի ղեկավարների կողքին եւ կարող են խոսքեր հնչեցնել, կարող են ձեռք բարձրացնել, այն ինչ որ ունեցավ։ Ես չգիտեմ ոնց կարելի է պայքարել դրա դեմ, ես չեմ կարծում, որ դրա հետևանքով մենք մեր երկրի ղեկավարությունը պետք է ուրեմն այն միջոցները ձեռնարկել, ինչ որ Պուտինն է ձեռնարկում միշտ, հա, կամ նման ինչ որ կայսրության ղեկավարները, բայց ինչ որ մեխանիզմ պետք է լինի երևի գրեթե, եւ ժողովուրդը պետք է դրան ըմբռնումով մոտենա, որ երբ որ խոսքը գնում է երկրի ղեկավարի մասին կամ պետական ատյանները ներկայացնող մի անձի մասին, ապա այդ անձը համենայն դեպս պետք է ինչ-որ մի հնարավորություն է նրան առանց բրբրթելու ինչ-որ միտեղ մտնելու, հա։ Նու ես ամենանվազագույնն եմ ասում։ Առանց ինչ-որ խնդրանքի, որ մի հատ ճանապարհտակ ես անցնեմ, բան, հա։ Նու ինչ-որ թեթև, ես չեմ ասում, որ այդ եկեղեցին պետք է մարդկանց լրիվ դուրս հանվեին, իհարկե ոչ, բայց եթե այդ եկեղեցում, եթե որևիցե միտեղ հասարակական տեղ ներկայություն է ունենում երկրի ղեկավարը համենայն դեպս, ապա ինչ որ թեկուզ էլեմենտար պայմաններ պետք է ապահովվեն եւ ել եմ ասում, ժողովուրդը դրան պետք է ըմբռնումով մոտենա։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։